Նրանք հիմա բանակցություններից են խուսափում, էլ ինչու չեն ասում հանձնվեք, փաստորեն խոստովանում են, որ պարտվեցին։ Բանակցությունները չեն ընդհատվել, շարունակվում են, շատ արդյունավետ են։ Ամերիկացի 10 չափահասներից 6-ի համոզմամբ պատերազմն Իրանում շատ է հեռու գնացել։ Թեհրանի սովորաբար բազմամարդ փողոցներում շատ անցորդներ հիմա չկան, բնակիչները վախենում են ռումբերից եւ հրթիռներից։ Ամբողջ աշխարհը կողմերին հորդորում է բանակցությունների միջոցով դադարեցնել արյունալի կոնֆլիկտը։ Պատերազմի 26-րդ օրվա դրությամբ Իրանում սպանվել է ավելի քան 1500 մարդ։ Թեհրանը պնդում է, թե վրեժ խնդիր կլինի եւ կշարունակի հուժկու հարվածներ հասցնել տարածաշրջանում ամերիկյան օբյեկտներին ու Վաշինգտոնին սատարող արաբական երկրների էներգետիկայի ենթակառուցվածքին։ Իսրայելում 16 մարդ է սպանվել, զոհվել է 13 ամերիկացի զինծառայող, Լիբանանում միլիոնավոր բնակիչներ տեղահանվել են։ Մինչդեռ բանակցային գործընթացի մասին հրապարակվում են իրարամերժ պնդումներ։ Իրանը ասում է, թե կբանակցի միայն իր պայմաններով եւ փոխհատուցում կպահանջի կրած կորուստների համար։ Այդ է ասել արտգործնախարար Աբբաս Արաղչին։ Նրա խոսքով Իրանը չի սկսել այս պատերազմը եւ Իրանին ոչ թե հրադադար, այլ խաղաղություն է պետք, այնպիսին, որ պատերազմի վերսկսում չլինի։ Նրանք հիմա բանակցություններից են խոսում, էլ ինչու չեն պնդում, որ հանձնվենք, փաստորեն խոստովանում են, որ պարտվեցին, այն, որ Իրանից այլևս չեն պահանջում հանձնվել եւ պատրաստ են բանագնացներ ուղարկել, նշանակում է, որ ընդունում են իրենց պարտությունը։ Ավելացնեմ, այս պահին ոչ մի բանակցություն նախատեսված չէ։ Տրամագծորեն հակառակն է ասում Սպիտակ տան մամլոխոսնակ Քերոլայն Լևիթը։ Բանակցությունները չեն ընդհատվել, շարունակվում են եւ ինչպես նախագահն է ասել, շատ արդյունավետ են։ Այդուհանդերձ ես տեսել եմ մամուլում շրջանառվող ինֆորմացիան 15 կետից կազմված պայմանագրի նախագծի մասին։ Լրագրողներին խորհուրդ կտամ հեռու մնալ ոչ արժանահավատ աղբյուրներից։ Պատերազմի վերջն այսօրվա դրությամբ չի երևում, իսկ Ամերիկայում հանրությունը մտահոգված է։ Associated Press լրատվական գործակալությունը եւ հասարակական կարծիքի ուսումնասիրության համազգային կենտրոնը անցկացրել են հետազոտություն, որի արդյունքները բարենպաստ չեն նախագահ Դոնալդ Թրամփի համար։ Դրանք ներկայացրել է գործակալության վերլուծաբան Լինլի Սանդերսը։ We're nearly 4 weeks into the war with Iran and about 6 in 10 US Իրանի հետ պատերազմի մեկնարկից մոտ 4 շաբաթ է անցել։ Ամերիկացի 10 չափահասներից 6-ի համոզմամբ ռազմական գործողությունները չափազանց հեռու են գնացել։ 10 US adults say that US military action in the country has gone too far. Ըստ հարցման, չափահասների 45%-ը խիստ կամ չափազանց խիստ մտահոգված է։ Առաջիկա ամիսներին կունենա մեքենաների համար բենզին գնելու միջոցներ։ Երբ Թրամփը ընտրվել էր, հավաստիացնում էր, որ տնտեսական հարցերը արագ կլուծի։ And I can just say that the economy, I believe, is going to be very strong. We do have to solve some problems. 67%-ի համոզմամբ իշխանության համար առաջնահերթը պետք է լինի նավթի եւ բենզինի գնաճի զսպումը։ 65%-ը կարծում է, որ շատ կարևոր է կանխել Իրանում միջուկային զենքի ստեղծումը, սակայն պատերազմի մյուս նպատակները ավելի քիչ աջակցություն են ստանում։ Only about 4 in 10 say it's extremely or very important to prevent Iran from attacking Israel. Միայն 10-ից մոտ 4-ն է ասում, որ չափազանց կամ շատ կարևոր է կանխել Իրանի կողմից Իսրայելի վրա հարձակումը, եւ միայն 1/3-ն է ասում, թե կարևոր է, որ Իրանում կառավարի ԱՄՆ-ի հանդեպ ավելի բարեկամաբար տրամադրված իշխանություն։ Հարցումը անցկացվել է մարտի 19-ից 23,500 չափահաս ամերիկացիների շրջանում։ Սխալի հավանականությունը մոտ 4%-ի է հասնում։